Լավ, մի բան պատմեմ, որ այսօր առավոտն եմ կարդացել ու մի տենց փորփրեցի մի տեղ գտա հետաքրքիր։ Ասում է, երբ որ ձմեռը սկսում էր, այդ գունավոր թռչունները սկսեցին գնալ տաք երկրներ եւ թռչուններից մեկը մի քիչ ոտը կախեր գցել եւ սառավ ճանապարհին ու տենց ընկավ ուրեմն գետնին, արդեն սառել էր եւ արդեն վերնելու վրա էր ու հանկարծ ասում է տեղով մի հատ կով էր անցնում։ Եկավ ու ասում է ուղիղ ներեգություն, բայց գոմախ է տրիքը ուղիղ այդ ծտի վրա։ Եվ ասում է այդ տաքությունից այդ թռչունը իրան կամաց լավ զգաց ու կազդուրվեց այդ տաքության մեջ, որ արդեն ձների մեջ սառում էր, ասում է տաքության մեջ սկսեց լավանալ։ Ասում է որ արդեն լավ էր զգում իրան, սկսեց երգել բարձր ձայնով, ճղճղալ։ Մեկ էլ տեղով մի կատու էր անցնում։ Ասում է եկավ այդ կատուն, այո, նայեց, ասում է այդ գոմախի մեջից դրան դուրս հանեց, բայց կուլ տվեց ու կերավ։ Շատ առակի բանն ինչ էր ասում է, վերջում բացատրում ասում է, միշտ չի նրանք, ովքեր քեզ կեղտ կլցնեն քո վրա, միշտ չի որ քո թշնամին են, շատ անգամ դա հենց քո փրկության պատճառն է։ Եվ միշտ չի որ նրանք, որ քեզ այդ աղբի մեջից կհանեն, միշտ քո ընկերներն են, կարող են հանել քեզ կուլ տալու համար։ Քանի դեռ միշտ չէ որ տակ տեղն ես նստած, ձայնդ գլուխդ մի գցի, եթե մի դժվարության մեջ ես, ձայնդ գլուխդ մի գցի։ Կյանքում դժվարություններ են պատահում, ժողովուրդ ջան։ Ոչ հաճելի բան է կատարվում քո հետ։ Օրինակ, գնում ես аэропորտ, որ թռնես մի տեղի վրա ու հանկարծ ուշանում ես։ Իմ հետ եղել է տենց, վերջերս ահագին նեղվել էի, որ մի կերպ շտապեմ հասցնեմ, գնաց տենամ ժամուկես ուշացում ա տվել ինքնաթիռը։ Ու շատ ավելի լավ զգացի, որ ուշացել եմ, քան թե եւ կարող է նման բան լինել, որ ուշանաս հանկարծ ինքնաթիռը Աստված մի անի, բայց վթարի ենթարկվի, չէ։ Շատ անգամ այն ինչ որ քո շուրջը վնաս ու վտանգ է, հենց դա քո փրկության պատճառը կարող է լինել։ Եվ նաեւ հակառակը, որ ասենք մի դժվարության մեջ ես, ինչ որ մեկը կարող է քեզ տեղից հանել եւ ես Հայաստան պիտի թռնեի եւ այն հին аэропортն էր դեռ, տեղի начальник միլիցիան այդ аэропортը էլի։ Ինձ կանչեց, մի քիչ զաջեշ կարեց, հետո իմացա, որ հավատքի մարդ եմ, սկսեց հավատքից հարցեր տալ, ես էլի ուշանում եմ, այ մարդ ասում, թող էտամ։ Չէ, ասում, բերընձի դու Աստծո խոսք խոսա։ Ասում եմ, ինչ ես ուզում։ Հիմա ասում եմ, ես որ սխալ կյանքով եմ ապրում, ու ասում եմ, ինչ կյանքով ապրում, ասում եմ, ինչ կլինի իմ հետ, դա ասում եմ, դժոխք ես գնալու։ Ինքը մտածում էր, որ ինքը начальник միլիցիան է, ես պետք է ասեմ, ոչ մի բան կարա շարունակես։ Ասացի տենց որ շարունակես դժոխք ես գնալու, շատ զգաստացավ, հետո շարունակեցի մի քանի խոսք էլ ասել, ու ասացի կարող եմ հեռախոսի համար թողեմ, եթե հետաքրքրություն ունես, զանգի ես կգամ խոսենք ավելի մանրամասն, բայց իմ պետքա թռնեմ ես Հայաստան էի գնում։ Միշտ չի նրանք, որ քեզ կարող են մեկ-մեկ օգնել, ինչ որ տեղ, ինչ որ դժվարության մեջ, որ քեզ կարող է քեզ ուզենան ուղակի քո ունեցվածքին տիրել, քեզ լավություն անեն, որ քեզ անցօգուտ ունեն։ Մի խոսքով նման բաներ։ Հետո եթե նեղության մեջ ես, ձենդ էլ գլուխդ մի քիչ ոնց որ ասած, ուղակի աղոտ կարա, շատ շխուր մի արա։ Լավ։ Այդ առակով ասացի, որ բոլորս մի փոքր զգաստանանք, ուրեմն մի փոքր ուզում եմ հոգևոր խնամակալության կամ առաջնորդների մասին խոսել, որ շատ կարևոր է եւ այս օրերի մեջ նշանակություն ունի։ Եկեղեցում տարբեր տեսակի ծառայություններ կան, ժողովուրդ ջան։ Եվ միայն ծառայողը նա չի, ով որ ժողովուրդը առաջնորդում։ Ծառայություններ կան, որ կարող են ֆիզիկական լինել։ Օրինակ, մի օր Տերն ասաց, որ ով ինձ մի բաժակ ջուր է խմացրել, նա իր վարձքը չի կորցնի։ Այսինքն այդ մարդն էլ պիտի ասի, երբ քեզ տեսա ծառա, որ քեզ ջուր խմացրի, եւ Հիսուսը ասաց, որ սրանցից մեկին խմացրեցիք, ինձ խմացրիք։
սրանց օգնեցիք, ինձ օգնեցիք, դրանց արեցիք, ինձ արեցիք, և Տեր Հիսուսի անունով մեկին մի բան անելը, դա ծառայություն է, ժողովուրդ ջան։ Մտքերի մեջ էի, այդ խորհումների մեջ էի, և այս քարոզը ծնվեց, Երեմիա մարգարեության 6:16, այսպես է ասում Տերը. կանգնեցեք ճանապարհներին և տեսեք, և հարցրեք վաղեմի ճանապարհներից, թե արդյոք որն է լավ ուղին, այն ժամանակ գնացեք նրանով, և դուք հանգստություն կգտնեք ձեր հոգիների համար։ Երեմիան ասում է, գիտեք, մարգարեի խոսքը ուղղված է Աստծո ժողովրդին, և ասում է, կանգնեցեք ճանապարհներին և տեսեք, և հարցրեք վաղեմի ճանապարհներին։ Մի պա ռուսերենում այսպես անցնում, կանգ առ մի պա, կանգնի մի շարունակի։ Գիտեք, հիմա շատ խառն է, ժողովուրդը ամենքը շտապում են, չգիտես ուր են շտապում, բոլորը շտապելով ինչ-որ տեղ են գնում, մեկը կարծես ինչ-որ բան միշտ չեն հասցնում, ինչ-որ բան մի տեսակ կիսատ է մնացել, անընդհատ ուզում են հասցնեն, բայց մի պա կանգ առ։ Բոլոր ճանապարհները վախճան ունեն, բոլոր ճանապարհները միտեղ վերջանում են, լսում ես։ Բոլոր ճանապարհները, եթե դու հայտնի բիզնեսմեն ես, քո ճանապարհը մի օր միտեղ կվերջանա։ Եթե դու ճանաչված, ես չգիտեմ, հեղինակավոր մարդ ես, որ մեծ աուդիտորիաներ ես զբաղացնում, մի օր դրանք կվերջանա, ամեն բան կվերջանա։ Նույնիսկ ասում է, որ եթե մարգարեություն լինի, կդադարի, եթե նույնիսկ լեզուներ լինեն, բայց միտեղ ասում է կանգ առ, մի պահ կանգնի, մի պահ սպասի, կանգ առ, սպասի, և տես և հարցրա։ Երկու բան, մի հատ տես, մի հատ հարցրա, ճանապարհներին և տեսեք և հարցրեք վաղեմի ճանապարհներից։ Հիմա պատկերացրեք, մենք մի ճանապարհ ենք գնում, որ հասել ենք մի քարանձավի մեջ, և այդտեղ մարդիկ ամենքը մի ուղղությամբ ուզում է գնա, բայց մեկը կա, որ արդեն այդտեղով անցել է, մեկը կա, որ այդ տեղով անցել է արդեն, ասում է արեք սենց գնանք, չէ, ասում է այդտեղ բալոտ է, ես այդ բալոտի մեջով չեմ գա, ես այսենց ինձ հարմար է, սենց կգնամ, հա, բայց էդի լաբիրինթ է տանում, դա այն ելք վիճակի մեջ է քեզ տանելու է միտեղ և այդտեղ շատերն են մոլորվել, այդտեղ շատերն են կորել, արի գնանք այն ճանապարհով, հարցրեք վաղեմի ճանապարհներն, այսինքն նրանք, որ արդեն այդտեղով անցել են, նրանք, որ քեզանից առաջ արդեն այդտեղ եղել են, նրանք, որ քեզանից առաջ այդտեղով անցել են, մի հատ իրանց հարցնենք, այդ ոնց է, որ այս ծառը արդեն 40 տարի, 50 տարի տեղը, դո շատ տեսակի կայծակներ ա տեսել, շատ տեսակի քամիներ ա տեսել, շատ տեսակի փոթորիկներ ա ապրել, անձրևներ ու տարբեր տեսակի վիճակների մեջ, բայց այտենց էլ կանգուն ա մնացել, ուրեմն սրա արմատները խորն ա, ուրեմն մի բան կա սրա հետ, որ սա արմուր ա մնացել, եկեք սրան հարցնենք, ինչումն ա գաղտնիքը, ինչումն ա քո հաջողության գաղտնիքը, ինչումն ա կայանում, գիտես, երբ որ մի պահ կանգ առնես քո կյանքի այդ լարված, որ վազելով գնում ես, իմիջիալից ասեմ, բոլորը գիտեք ուր են շտապում, երեսման, բոլորը շտապում են, կանգ առեք, մի պահ կանգնեք, ժողովուրդ ջան, կա հավիտենական կյանք, կա մի ճանապարհ, որ հավիտենական կյանք ա տանում, և այդ ճանապարհը դուք ինձնից լավ գիտեք, Տեր Հիսուսն ա, նրա թողած ճանապարհն ա, և եթե դու, այս խոսք ուզում եմ հասկանաս, եթե դու դեռ Սուրբ Հոգու ձայնը չես զանազանում, նախ մի իմացի, որ ինչ որ մտածում է Սուրբ Հոգին, եթե Սուրբ Հոգու ձայնը չես զանազանում, Աստված ծառայողներ ա դրել, որ իրանք քեզ առաջնորդեն, որ այդ ձայնը կարողանաս լսել, որ զանազանես, որ առաջնորդվես այդ Սուրբ Հոգով, հարցրեք վաղեմի ճանապարհներին, թե արդյոք որն է լավ ուղին, որն է այդ լավ ճանապարհը, այն ժամանակ գնացեք այդ ճանապարհով և դուք հանգստություն կգտնեք ձեր հոգիների համար, այդ ժամանակ կմտնեք այդ հանգստի մեջ,
Ես ուզում եմ շարունակել մի փոքր ուրեմն շատ ճանապարհներ կան, որ սկսվում են մի տեղավարտում, բայց կա հին ճանապարհ, որ բերում է Քրիստոսի մոտ։ Եվ առաջին այդ ճանապարհով Հիսուս մարդը հենց ինքն է անցել այդ ճանապարհով։ Եվ այդ ճանապարհով ինքը արդեն կարող անցել է։ Դա նոր ուխտի ճանապարհն է, ժողովուրդ ջան։ Այդտեղով ինքը անցել է եւ այդտեղով առաքյալներն են անցել եւ այդտեղով առաքյալների աշակերտներն են անցել եւ այդ ճանապարհով անցկացնում է շատերին։ Բայց եթե դու հանկարծ մի օր ասես, որ ես այտենց չեմ գալի, դու հոժարակամ ես մերժում այդ ճանապարհը։ Եթե տեղ չհասնես, պատճառը դու ես։ Հոբի գրքի մեջ 8-րդ գլխի 7-ից 10 խոսքերը։ Թեպետ քո սկիզբը պստիկ լինի, քո վերջը շատ կմեծանա։ Բայց աղե հարցրու առաջի սերունդից։ Քո դրան քեզանից առաջ եղող սերունդից հարցրա։ Մի հատ հարցրա եւ ուշադրություն դարձրու նրանց հայրերի քննությանը։ Ժողովուրդ ջան, նոր սերունդ, շատ եմ խնդրում։ Ձեզանից առաջ սերունդ է եղել։ Մեզանից առաջ սերունդ է եղել։ Ես մի անգամ ասել եմ, որ ես տեսել եմ իմ հովվին եմ տեսել։ Ինքը հիմա չկա, մահացել է։ Իմ հովիվը ինձ տանոթացրել է իր հովվի հետ։ Եվ շատ հզոր մարդ էր։ Նավոյան Սամվել, ովքեր գիտեն։ Եվ մի անգամ հիշում եմ, որ Սամվել եղբայրը մի անգամ էինք իրար հետ հանդիպել, մի անգամ էր անունս լսել։ 3 տարի հետո Ծաղկաձորում պատահական տեսանք։ Պատահական։ Եվ ինձ տեսավ մի անգամից անունով հիշեց, գրկեց։ Կարծես թե շատ շուտվանից ճանաչում է, զարմացած այդ մարդու հիշողության վրա։ Շատ հզոր մարդ էր, ինքը շատ գիտելիքներով հարուստ մարդ էր։ Այսինքն, նաև հրաշալի շնորհակալ եմ Հովիվ Արտավազդի համար, նաև լավ խնամակալ եմ ունեցել Լովա եղբայրը։ Նաև ես եմ սերունդ բարձրացրել։ Կակ մինիմում գոնե Վարդգեզին ուղարկել ենք։ Նաև դուք եք բարձրանում նոր սերունդ։ Շատ եմ խնդրում ձեզ։ Ինքնուրույն եղեք, բայց երբեք ինքնագլուխ մի եղեք։ Շատերը շատ ինքնագլուխ են եւ գնում ընկնում են փոսը։ Հետո երկար տարիներ է պետք լինում, որը տեղից հանենք։ Նենց չի, որ տեղյակ չենք, հենց նոր դու իմացար այդ մասին։ Մի բան ես լսել եւ գիտես, թե ոչ ոք չգիտի քեզանից բացի։ Կամ թեկուզ Սուրբ գրքից հայտնություն ես առել։ Գիտեք ինչքան է եղել, որ հայտնություններ եմ ունեցել, այն օրը մի լուրջ հայտնություն եմ ունեցել, որ ես մտածել եմ, որ դե ինձանից բացի ով կա այսպեսի մեկը, որ կարողանա այդ հայտնությունն ունենա։ Մոսկվայում եղբայրներից մեկի հետ կիսվեցի, Պավել եղբոր մոտիկ ընկերներ էլի, մեր Պավել եղբայրը գիտեք։ Ասաց, հա, ասավ, այդ քո ասածը ինձ Պավել եղբայրը մոտ 30 տարի առաջ ասել է։ Որը լավ էլի, կլինի մի բան ես ստանամ, որ ոչ մեկ ստացած չլինի, մենակ իմը լինի։ Ոչ։ Ձեզանից առաջ սերունդ է եղել։ Այդ ճանապարհներով անցնող է եղել։ Ինձ հասկանում եք։ Եվ քո արչեվի սերունդին հարցրու առաջի սերունդից։ Մի հատ հարցրու, ո՞րն է լավ ճամփեն, ո՞րն է ուղիղ ճանապարհը, բա ինչպես գնանք։ Եվ այդ ճանապարհով գնա։ Եթե դժվար չի, եկեք բացանենք Դատավորաց 2-րդ գլխի 8-ից 10-րդ խոսքերը։ Եվ Տիրոջ ծառա Նավեյան Հեսուն մեռավ 110 տարեկան եւ նրան թաղեցին իր ժառանգության սահմանում Գաս սարի հյուսիսային կողմում, Եփրեմի սարի Թամնատ արեսում։ Եվ այն դարի բոլոր մարդիկ, ուշադիր եղեք, այն դարի բոլոր մարդիկ իրանց հայրերի մոտ ժողվեցան եւ նրանցից հետո մեկ ուրիշ ազգ վեր կացավ, որ չէր ճանաչում ոչ Տիրոջը, ոչ էլ այն գործերը, որ նա արել էր Իսրայելի համար։ Մի նոր սերունդ էր բարձրացել։ Լսեք, Հեսուից առաջով ա եղել, ով ա հիշում։ Մովսեսը։ Եվ Հեսուն Մովսեսին նայում էր, եւ այդ ճանապարհը Մովսեսը իրան սովորացրել էր։ Եվ Հեսուն շատ զորացել էր, նույնիսկ ավելի զորավոր, քան թե երևի թե Հեսուն։ Նույնպես Եղիան Եղիսեից առաջ էր գնում, Եղիայի վրա այդ հոգին 2 անգամ ուժեղ եկավ Եղիսեի վրա, որովհետև հետևում էր։
Մեզ չի որ Իրանից ավելին նկատի ուներ, որ ավելի մեծ ժամանակ ունեք եւ ավելի մեծ հնարավորություն ունեք շատ գործելու։ Շատ լավ, եկավ մի ժամանակ, որ Հեսուն մեռավ։ Եվ մի նոր սերունդ բարձրացավ, Հեսուից հետո։ Եթե ճիշտն ասեմ, երկրորդ սերունդն էր սա, որովհետև նրա մեռնելուց հետո նրան թաղողները դեռ կային, եւ դրանց երեխեքը արդեն հաջորդ սերունդը։ Ոչ Հեսուին էին ճանաչում, ոչ Աստծուն էին ճանաչում, ոչ էլ Աստծո արած գործերն էին ճանաչում։ Եվ դրա պատճառով այդ սերունդը դարձավ կռապաշտ, ովքեր են հիշում։ Եվ սկսեցին կռապաշտության մեջ գնալ։ Ժողովուրդ, մենք շատ լուրջ ժամանակներ ենք ապրում։ Եվ միգուցե քո երեխան ինչ որ չափ դեռ գիտի, բայց եթե ճիշտ չառաջնորդես քո երեխային, քո երեխայի երեխան ոչ եկեղեցին է ճանաչելու, ոչ Աստծո արած գործերն է իմանալու, ոչ էլ Աստծուն է ճանաչելու։ Այսօր ինտերնետ ժամանակաշրջանը, որ կարծես թե այդ անառակության գինին լինի, որ բոլոր ազգերին խմացնում է, այսօր որ ես չեմ ասում ինքը անձամբ ինտերնետը, բայց ինտերնետի միջոցով, հա, այսօր ահավոր այդ էլեկտրոնային խաղերն ու նմանատիպ լիքը սխալ բաներ, որոնք այսօր ներմուծվում են մեր երեխաների կյանքի մեջ, ներողություն, բթացնում են երեխայի ուղեղը եւ ծամծմում են նրա ներսի աշխարհը, ավիրում են երեխայի մտածելակերպը։ Շատ անգամ նույնիսկ դպրոցներում, ներողություն եմ խնդրում, կարող են այդ ճանապարհով խաբել երեխային, իբր թե նման խաղերը զարգացնում են մտքի ճկունությունը։ Ոչ։ Դա ճիշտ չի։ Շատ վատ խաղեր կան, շատ դիվական երևույթներ կան, որ ներսից ավերում են մեր երեխաներին, որից հետո հեռանալով Աստծուց հայտնվում են կռապաշտության մեջ։ Շատ եմ խնդրում քեզ ուշադիր լինես, ինչ որ ասելու եմ։ Միայն Աստծո ներկայության մեջ կարող ես ուղիղ մտածել։ Սուրբ Գիրքն ասում է, եթե Քրիստոսի հետ հարություն եք առել, վերի բաները մտածեցեք։ Ասում է, որ դուք Քրիստոսի միտքը ունեցեք, դուք Քրիստոսի միտք ունեք, երբ որ նրա խորանը կմտնեք, նրա ներկայության մեջ կարող ես նրան նմանվել, նրա ներկայությունից դուրս դու չես փոխվելու երբեք, սուտ է, եթե մեկը քեզ ասի նրա ներկայությունից դուրս, եթե փոխվես էլ մի տեսակ կռապաշտությունից փոխվելու ես մի ուրիշ տեսակ կռապաշտության, բայց ոչ թե աստվածապաշտության։ Լսում ես ինչ եմ ասում։ Եթե մի փոսից դուրս գաս մյուս փոսի մեջ հայտնվես, դա ոչինչ չի, կյանքի պիրիմեն չի համարվում դա։ Դա կարիք կա, որպեսզի դու մտնես Աստծո խորանը, կարիք կա, որ մտնես Աստծո սրբարանը, մտնես Աստծո ներկայության մեջ, սա շատ կարևոր է։ Եթե Աստծո ներկայության մեջ չգնացիր, դու չես կարող Աստծո նման մտածել, Քրիստոսի միտք ունենալ, հեռանալով, գիտեք, դա է պատճառը, երբ որ Հեսուն արդեն մեռնելուց հետ առաջ, որ պիտի արդեն կարդացինք, որ մահացել է, բայց միջև մեռնելը վերջին այդ պահը, եթե դժվար չի բերեք կարդանք, էլի ավելի լավ է կարդալով, Հեսուի 24-րդ գլխի 14-ից 16 խոսքը։ Եվ հիմա դուք Տերից վախեցեք եւ նրան հավատարմությամբ եւ ճշմարտությամբ ծառայություն արեք։ Եվ դեն գցեք այն աստվածները, որոնք ձեր հայրերը գետի այն կողմին եւ Եգիպտոսի մեջ ծառայություն արին, եւ Տիրոջը պաշտեցեք։ Բայց եթե Տիրոջը ծառայություն անելը ձեզ անհաճո է, լսեք ուշադիր, Տիրոջը ծառայելը եթե ձեզ անհաճելի է, իսկ այդպես հնարավոր է, այո, շատերն են հոգնել աստվածապաշտությունից, որովհետեւ նրա սրբության ներկայությունից դուրս Աստված են պաշտում, որովհետեւ միայն Աստծո հոգու մեջ դու կարող ես հաճելի լինել Աստծուն։ Տեսել եմ հոգնած հավատացյալներ, հիասթափված հավատացյալներ, նրանք ովքեր որ հեռացել են Աստծուց եւ այդպես էլ չեն վայելել երկինքը, Աստծո ներկայությունը։ Եվ այս վիճակներ Հեսուի այս ժամանակները, որ այս սերունդը, հաջորդ սերունդը Հեսուի արդեն հեռացել էր, կռապաշտության մեջ էր եւ
Հեսուն վերջի խոսքելն է, մեռնել սրանից հետո մահանում է հենց։ Ասма ուրեմն բայց եթե Տիրոջը ծառայություն անելը ձեզ անհաճելի է, ընտրեցեք այսօր ձեզ համար, թե որին եք պաշտելու։ Գետի այն կողմի ձեր հայրերի պաշտած աստվածները, թե ամորհացիների աստվածները, որոնք երկրի մեջ դուք բնակվում եք։ Բայց ես եւ իմ տունը Եհովային ենք պաշտելու։ Ռուսերենում ասում է Տիրոջն ենք պաշտելու։ Ես եւ իմ տունը Տիրոջն ենք պաշտելու։ Ամեն։ Դու նայի, տեսեք, եթե Տիրոջը պաշտելը քեզ հոգնեցնողը, եթե Տիրոջը պաշտելը քեզ էլ հաճելի չի, դու մեծ ընտրություն չունես, այսինքն Աստծո ներկայությունից դուրս ընտրություն ունես, կամ այս տեսակի կուրքերը, կամ էլ այս մի տեսակի կուրքերը, կամ այս աստվածները, կամ այն աստվածները, կամ գետի այն կողմի ձեր հայրերի աստվածները, կամ այս կողմի ամորհացիների աստվածը, մեծ ընտրություն չկա, Աստծո ներկայությունից դուրս, միշտ չգիտեմ ինչի, ներողություն եմ խնդրում, որ չեմ ցանկանա ոչ մեկիդ, ասենք կպնել ուղակի սխալ չհասկանաք, աղոթում եմ, որ դուք Սուրբ Հոգով առաջնորդվեք միտքս հասկանաք, չգիտեմ ինչի, որ շատ ծնողներ մտածում են, որ իրանք առանց եկեղեցու ավելի լավ կարող են իրանց երեխաներին մեծացնել, դուք չարեչար սխալվում եք, եկեղեցուց դուրս պատասխան եք տալու Աստծո առաջ ձեր երեխաների համար, ես մի քիչ խիստ եմ ասում, բայց այս խստությունը ինձ կազատի դատաստանի օրը, բայց դու մտածի ինչ ես անելու, եկեղեցուց դուրս ձեր երեխաներին ուզում եք դաստիարակեք սրբության և անարատության մեջ, դուք կդաստիարակեք երեխաներին, բայց ոչ Աստծո համար սերունդ կբարձրացնեք, ձեր երեխաները հետո կամուսնանան անհավատների հետ, հետո նրանց երեխաները էլ չեն ճանաչի, որ Աստծուն, ոչ Հեսուին, ոչ էլ եկեղեցուն, ոչ էլ Աստծո արած գործերի մասին կխոսեն, ականջի պոչով լսել ենք, ոնց որ մենք ենք ասում, մեր պապը հավատացյալ է, իմ պապիկը, շատ եմ լսել, զոքանչս մի անգամ չի ասել, որ իմ հայրը շատ է գնացել պատվալում աղոթք կարել, մենք տեսնում ենք երեխաները ենք ասում ենք, ես ինչ այլ է, ասում է, եղբայրներս ասում են, որ մեր պապան գժվել է, ես չեմ ուզում, որ երբ որ դու արդեն պապիկ լինես կամ տատիկ լինես, և տեսնես, որ քո, երբ որ գնաս աղոթք անես, և քո թոռները ասեն, մեր մաման կամ մեր տատիկը կամ մեր պապիկը գժվել է, ինձ հասկանում ես, կամ միգուցե չասեն, բայց իրանք հավատացյալ սերունդ չմեծանան, ուրեմն չգիտեմ դուք ոնց, ասում է, բայց ես և իմ տունը Եհովային պիտի պաշտենք, ես և իմ տունը Աստծուն ենք պաշտելու, սերունդը, նոր սերունդը բարձրանում է, նոր այս ինձանից հետո եկող, այս հաջորդ սերունդի երեխաները, հաջորդ սերունդի մասին եմ ասում, ձեր երեխաների երեխաները, սերունդը սերունդին, Սուրբ Գիրքն ասում է, պատմեցեք Աստծո գործերը, որ ասում է, երբ որ հարցնեն, ասեն, այս քարերը, երբ որ անցել եք, այս քարերը, այս ինչ քարեր են, ասում է, կպատմեք, որ ձեր հայրերի Աստվածը հզոր բազուկով մեզ հանեց Եգիպտոսից, Կարմիր ծովն անցկացրեց, գետը անցկացրեց, այս էլ այդ քարերն են, որ գետի մեջից հանել ենք, բերել ենք դրենք, այսի պատմություն է պատմում, այս քարերը խոսում է, երբ որ կհարցնեն այս շենքը, այս ինչ շենքը, կպատմեք ձեր թոռներին, կպատմեք, թե այս շենքը ինչի համար, այս քարերը ինչի համար են, քարերը չի էական, բայց այս պատմությունը, որ գրվում է, դա կարևոր է, որովհետև Աստծո ստեղին չէր գրած, որ մենք ասեցինք, ոչ Հեսուին են ճանաչում, ոչ Աստծուն են ճանաչում, ոչ էլ նրա արած գործերը, Աստծո արած գործերը, որ պատմեն, չեն հասկանում, չեն էլ հավատում, և ասում բերեք մի փոքր էլի շարունակենք, ուրեմն Եբրայեցիս 13-րդ գլխի 7-րդ խոսքը, ռուսերենում չկարդացես, երկու գլուխ էլ պիտի կարդամ, նոր ավարտեմ, հիշեցեք ձեր առաջնորդներին, որ Աստծո բանը խոսեցին ձեզ, նայեցեք, նորից ասեմ, ինչ արեք, նայեցեք, ընդեղ ասում է, կանգ առեք և տեսեք, կանգ առեք և նայեցեք նրանց վարմունքի վախճանին և նման եղեք նրանց հավատքին,
Միտեղ Մոսկվայում քարոզում էի, զրուցում ենք այդ հովիվներից մեկը ասաց, լսի, այնքան նման ես Արտավազդ ախորը։ Ես իմ իմանալով ընդհանրապես նման չեմ, բայց մարդիկ նման ասում են, եւ դա ինձ համար կոմպլիմենտ ավելի շատ, պատիվ է ինձ համար։ Շնորհակալ եմ, հիմա կասեք, պետք է Տեր Հիսուսին նմանվենք, ինքն էլ Տեր Հիսուսին է նման։ Պողոս առաքյալն ասաց, նմանվեք ինձ ինչպես ես Տեր Հիսուսին։ Եթե առաջինը զուգահեռ է երկրորդին, երկրորդը երրորդին, ուրեմն առաջինը երրորդին զուգահեռ է։ Աքսիոմա է, գիտի, մաթեմատիկա։ Երկրաչափություն ավශ්‍ය։ Հիշեցեք ձեր առաջնորդներին, որ Աստծո խոսքը խոսեցին ձեզ հետ։ Նրանց վարմունքի վախճանին նմանվեցեք եւ նման եղեք նրանց հավատքին։ Գիտես, մենք չենք կարող ծնված լինել մի Աստծուց եւ տարբեր լինել։ Եթե դու գնայիր տեսնեիր մի բազմազավակ կնոջ եւ 6 երեխա իրար նման 7-րդը, ասենք սևամորթ, կասկածում եմ, որ բացատրություն տա ուրիշ կեր։ Այս ոնց եղավ, որ մենք 10 տարի իրար նման էինք մտածում, 10 տարի իրար նման էինք, հանկարծ մի օր սկսեցիր ուրիշ կերպ լինել, ուրիշ տեսք ընդունել։ Նմանվեցեք նրանց վարմունքին, նմանվեցեք նրանց հավատքի վախճանին։ Նայեցեք նրանց հավատքի վախճանին եւ նմանվեցեք։ Մի հատ էլ զուգահեռ սրան համար կարդամ, որպեսզի միտքս ավելի པարզ լինի։ Ուրեմն Եբրայացիս 13:17 ականջ դրեք ձեր առաջնորդներին եւ հնազանդվեցեք, որ նրանք հսկում են ձեր հոգիների համար, որպես թե հաշիվ պիտի տան, որ ուրախությունով անեն այն եւ ոչ թե հառաչելով, որ դա ձեզ օգուտ չի։ Ականջ դրեք ձեր առաջնորդներին եւ հնազանդվեցեք։ Գիտեք, ես չեմ գրել Սուրբ գրքում։ Աստծո գրված Սուրբ գրքում։ Կակ մինիմում այս համարի շուրջը պատասխան ես տալու Աստծո առաջ։ Ականջ ես դրե, հնազանդվել ես, թե չէ։ Դե ես սենց էի մտածում։ Աստված չի ասում, դու ոնց էիր մտածում։ Ես հիմա կներեք, ներողություն եմ խնդրում, ստեղից թող սխալ չհասկանաք, որովհետև մեկ-մեկ սենց քարոզներ որ տալիս եմ, ասում հովիվ, դու ասում էիր, որ քեզ պետք է երկրպագեն։ Հա, դուք տենց եք լսում, հա, կա մարդ որ տենց է լսում։ Եթե մեկը փորձի ինձ երկրպագի, ես իրան կմերժեմ ընդհանրապես, որովհետև ես զզվում եմ ինձանից, եթե մեկը փորձի ինձ երկրպագի։ Հասկանում եք, ես թույլ չեմ տա դա։ Ես ատում եմ եւ զզվում եմ այդ վիճակից։ Ասածս հնազանդությունը դա երկրպագություն չի։ Դա վաղեմի ճանապարհներին հարցնել է։ Դա հարցնել է, դա խոնարհվել է։ Իսկ Աստված շնորհքներ է տալիս խոնարհներին։ Սուրբ Գիրքն ասում է, Աստված հպարտներին հակառակ է խոնարհներին շնորհք կտա։ Եթե հնազանդությունով դու խոնարհություն ես հագնում, Սուրբ Գիրքն տենց ասում։ Դրան հակառակը հպարտությունն է։ Ուրեմն եթե խոնարհ չես, ուրեմն հպարտ ես։ Չի կարա միջին վիճակ լինի։ Տենց չի լինում։ Դրա համար առաջարկս է, երբ որ ասում եմ առաջնորդներին հնազանդվել, դա նշանակում է այդ կարգը պահել։ Մի տնային խմբակներ են կասկածնում, ասենք տնային խմբակներում խոսք է վերլուծվում, աղոթք է արվում, տնային խմբակի առաջնորդը ասում է այսպես, ասես չէ, հիմա դուք ասես ինչա, մենք իրավունք չունենք կարծիք արտահայտենք, իհարկե ունես, խորհրդակցի, հա, միգուցե ձեր կարծիքներն էլ չհամընկնի, բայց հնազանդվի։ Թեկուզ եւ դու տենց չես մտածում, հարգի առաջնորդին, ձեր առաջնորդներին, ականջ դրեք ձեր առաջնորդներին եւ հնազանդվեցեք։ Գիտեք, ես ու տղաս միշտ չէ որ իրար հետ միաբան ենք ամեն ինչում։ Ինչ ասում եմ, ինքը հալաջողի պես անում։ Նես չի որ տենց է։ Երեք էլ պիտի մի հարցի շուրջը ես մի ձև էի մտածում, ինքը մի ձև, փորձեցինք իրար տվինք երանք, թեկուզ ինքը ճիշտ էր։ Անկեղծ ինքը ճիշտ էր։
օրենք էր դուրս եկել պետական, ես էլ ասացի այդ օրենքը դուրս եկել 25 թվականին, բայց մենք սկսել ենք մեր գործունեությունը Վեներայի հետ սրանց մի քանի տարի առաջ։ Այդ օրենքը պետք է չազդի իր վրա։ Պապա, այդ օրենքը հիմա է դուրս եկել եւ ուժի մեջ է բոլոր ժամանակների համար։ Ես էլ դե գիտենալով ինչ որ չափ, ինչ որ իմ չափով մտածում եմ որ չպետք է։ Եվ վերջը փորփրեցինք, զանգեցինք Լիլիթին, Լիլիթ, չգիտեմ, ասենք մի հատ այդ օրենքը ճշտենք, բան անենք, վերջը միջև էս կոմենկոմ ես էլ փորեցի, գտա որ ճիշտ տենց օրենքա դուրս եկե։ Ինքը ճիշտ էր։ Ինչ անենք։ Թաղենք, խաչենք, սպանենք։ Ինչ կա որ կարող է եւ դու ճիշտ ես։ Միգուցե դու ճիշտ ես, բայց քո հնազանդությունը կպահի խաղաղության մեջ եւ քո առաջնորդը ինքը կարող է փոխվել։ Քո առաջնորդը քո համար մտնում է խորան, քո առաջնորդը քեզ համար մտնում է Աստծո ներկայության մեջ, նրան փոխողն էլ Տերն է, բայց քո հնազանդությունով, ոչ թե քո հակառակությունով։ Դու քո հնազանդության համար պատասխան կտաս։ Եթե ես չմտնեմ խորան, ես էլ իմ անհնազանդության համար պատասխան կտամ։ Բայց դու իմ տեղը որոշում մի կայացրա, դատ մի կայացրա։ Քո բաժինը սա է, ականջ դրեք ձեր առաջնորդին եւ հնազանդեցեք։ Իմ բաժինը սա է, նրանք հսկում են ձեր հոգիների համար, որպես թե հաշիվ պիտի տան ուրախությունով, որը ուրախությունով անեն իրանց գործը, ոչ թե հառաչելով։ Կարամ քո պատճառով ես հառաչելով։ Սրա պատճառով էլ կարամ անեմ։ Չեմ ուզում անեմ, բայց հավատացեք, կարող է բերանով ցույց տամ, բայց ցավալի է, այդ հառաչանքը կա։ Ուսուբգիրն ասում է, դա ձեզ օգուտ չի։ Ամեն։ Թող Տերը ձեզ շատ օրհնի։ Առաջին սերունդ, որ գնում եք։ Ուսուբգիրն ասում է, ձեր ոտքերով մի տրորեք այն խոտը, որ ձեր հետևից գալիս է մյուս սերունդը։ Եվ ասում է, ձեր ոտքերով մի պղտորեք այն ջրերը, որ ձեր հետևից այն սերունդը գալիս է։ Որտեվ ձեր հետևից սերունդ է գալի, սիրելի ժողովուրդ։ Ձեր երեխաներն ու ձեր թոռները ձեր հետևից գալիս են։ Եվ չգան տեսնան տրորված խոտեր, եւ չգան տեսնեն պղտորված ջրեր։ Որովհետեւ Աստված ասում է, ես դատ եմ անելու պարարտ եւ նիհար գառների մեջ։ Ես եմ դատ անելու։ Այդ ժամանակ Աստծուն հիշում եք Եզեկիել մարգարեությունից եմ ասում ես բոլորը։ Աստված ասում է, ես դատ եմ անելու։ Դրա համար սիրելի Աստծո ժողովուրդ, մեր հետևից սերունդ է գալի, ձեր հետևից սերունդ է գալի։ Միայն ես չէ, միայն իմ հետևից չէ, իմ հետևից դուք եկեք։ Ձեր հետևից էլ մյուս սերունդն է գալի։ Ուրեմն հնաց չլինի, որ ձեր հետևից եկող սերունդը Աստված մի անի, հանկարծ կռապաշտ դառնա։ Ես ստեղ Հեսուի համար որ ասում էի, ճիշտն ասած, շատ խորն էի ապրել այս պահը, որ դատավորած երկրորդ գլխի 8-ից 10 խոսքերն է։ Հեսուն երբ որ մեռավ արդեն։ Եվ Տիրոջ ծառա Նավեան Հեսուն մեռավ, եւ տարան թաղեցին 9-րդ խոսքը։ Թաղեցին այդ ինչ տեղում, հա, այդ տեղն էլ ասում, Եփրեմ սարի, ոչմ սարի վրա, 10-րդ խոսքը։ Եվ այն դարի բոլոր մարդիկ իրանց հայրերի մոտ ժողվեցին եւ նրանցից հետո մի ուրիշ ազգ վեր կացավ, որ չէր ճանաչում։ Նո ազգա գրած, իմ մոտ ծերունդա գրած։ Մի դրա հաջորդ ծերունդը որ վեր կացավ, չէր ճանաչում ոչ Տիրոջը եւ ոչ էլ նրա գործերը։ Չէին ճանաչում։ Այն ինչ որ Աստված հավատացյալ Իսրայել ժողովրդի մեջ արել էր, դրա այդ հաջորդ ծերունդը։ Դու գիտեք, որ Հեսուից հետո հենց սկսվեց կռավ պաշտություններ շատ։ Հենց դրանցից հետո, որովհետև չկար մեկը, որ պատմեր Աստծո գործը։ Այսինքն պատմել էր Հեսուն, բայց այդ ծերունդը արդեն դեմ էր գնացել։ Եվ դրանից հետո դրանց հաջորդ ծերունդը, սրանք որ Հեսուին դեմ էին գնացել, դրանց հաջորդ ծերունդը արդեն զրկված էր Աստծո ճանապարհներից հեռացած։ Եվ չէին ճանաչում ոչ Աստծուն, ոչ։ Մի տեսեք, ժողովուրդ ջան, այս ամբողջ քարոզս ավարտում եմ սրա վրա, որ ուզում եմ որ իմանաք։ Միայն Աստծո ներկայության մեջ դու ուղիղ կմտածես։ Նույնիսկ այս քարոզը քեզ ոչինչ օգուտ չի տալու։ Եթե դու չմտնես Աստծո ներկայության մեջ, եթե Աստծո խորանը չմտնես, կլսես կգնաս, բայց Աստծո ներկայության մեջ դու սկսում ես ճիշտ մտածել։
Աստծո ներկայության մեջ դու սկսում ես փոխվել։ Ես քեզ չեմ կարող փոխվել, ես էդի համոզվել եմ, ես էդ իմացել եմ։ Ես արդեն մտել եմ նրա ներկայության մեջ եւ Աստված ինձ ասել է, որ դու իրանց չես կարող փոխել, որտեվ իրանց փոխողը ես եմ։ Ասեմ, բա Տեր ինչ անեմ իրանց հետ, ասել է առաջնորդի դեպի Սուրբ Խորանը։ Թող այս ժողովուրդը գա իմ ներկայության մեջ, ես կգամ եւ նրանց կփոխեմ։ Սա մարգարեություն ընդունեք ձեզ համար։ Հավատացնում եմ քեզ, որ քո ներսից աշխատողը, քո ներսը փոխողը Տերն է։ Միայն նրա ներկայության մեջ կարող ես փոխվել եւ հասկանալ նրա եւ ընտրություններդ ողջամիտ կլինի։ Ներողություն եմ խնդրում, բայց երբ որ Աստծո ներկայության մեջ չես, շատ անմիտ որոշումներ կարող ես կայացնել։ Բացի հոգեվոր սխալ ընտրությունները, նաեւ ֆիզիկական սխալ ընտրություններ անես։ Նկատի ունեմ, անմիտ կրիձիտ վերցնես, տակից չկարողանաս դուրս գալ, մի հատ սխալ գործ բռնացնես, ոչ թե պլյուս այլ մի քանի անգամ շատ մինուս գնաս։ Ես չգիտեմ, ընտանիքդ վերցնես, մի տեղի վրա գնաս, հետո ասես ես ինչ արեցի։ Չգիտեմ, շատ սխալներ կարող ես անել։ Ես էս օրինակ, հենց այնց ինչ գլխիս մեջ եկավ ասեցի։ Բայց հոգևոր մոլորությունները շատ ահավոր բան է։ Երբ որ Աստծո ներկայությունից դուրս ես գնում, կարող ես հայտնվել մի ինձ վիճակի մեջ, մի ինձ քարանձավի մեջ, որ ամիսներով այնտեղ մնաս ու տարիներով այնտեղ մնաս։ Հիշում եք, Իսրայելը չարություն առեց եւ քանի տարի 4 տարի մնաց քարանձավում, 4 տարի համարյա թե ինչքան մնացել են, ես մի անգամ կարդացել եմ, չեմ հիշում։ 4 տարի մնացին քարանձավում, որից հետո դատավորած գրքերում 6-րդ գլխի մեջ ավայտ է։ Երկար տարի մնացին քարանձավում, միջև որ Աստծո ողորմությունը եկավ։ Աստծո ժողովուրդ, մեկ էլ ուզում եմ այս պահը հիշես ու սրանով ավարտեմ, որ մի մտածի, որ եթե դու անհնազանդության մեջ ես կամ հակառակության մեջ ես կամ Աստծո ներկայությունից դուրս ես, դու մի մտածի, որ բացառություն ես դու, որ չես գնա կռապաշտության մեջ։ Ցավալի եմ ասում, բայց կարող ես հայտնվել այդ կռապաշտության մեջ։ Ես հիմա չեմ ուզում երկյուղ ներշնչել մենակ, ասենք ուզում եմ, որ դու զգաստանաս, արտանաս այն խորքնից, որովհետև Սուրբ գրքում ասում է, նրանք, որ Աստծուն ճանաչեցին եւ Աստծուն Աստծո պես չպաշտեցին, Աստված անարգ գիրքերի մատնեց նրանց։ Եթե Աստված մատնեց, ահավոր է։ Եվ թե այն ճշմարտության դուռը փակվեց քեզ համար, ահավոր է։ Գիտես, մեծ լաց ու ողբա պետք դեռ երկրի վրա, քանի դեռ հնարավորություն կա, որ Տերը ճշմարտության դուռը բացի։ Բայց երբ որ լավ դες համանե կարդամ, որ ասել եմ ասել, ուզում եմ ավարտեմ, բայց Սաղմոս 85-ի 10-11 խոսքերն է։ Ողորմությունը եւ ճշմարտությունը իրար հանդիպեցին։ Ողորմությունը եւ ճշմարտությունը իրար կհանդիպեն։ Արդարությունը եւ խաղաղությունը իրար կհամբյուրեն։ Ճշմարտությունը կբուսնե երկրից եւ արդարությունը վայր կնայի երկնքից։ Այս որ ասում է, ստեղ խոսում է երկնքի ու երկրի վրա։ Ստեղ խոսում է, որ Աստված իր խոսքը որպես ճշմարտություն ուղարկեց երկիր։ Եվ նրա ողորմությունը եկավ, եւ ողորմությունը ու ճշմարտությունը իրար հետ հանդիպում են։ Եվ նա ասում է, որ երկնքի եւ երկրի վրա, եթե ինձ ասեք, ես գիտեմ, որ սա գրված է հենց եկեղեցու համար։ Մարգարեական խոսք է, որովհետեւ ստեղ մի հատ բան կա, որ ասում է ճշմարտությունը կբուսնե երկրից, մեր Տեր Հիսուսը եկավ մարդու մարմին հագավ եւ երկրի վրա հայտնվեցավ։ Եվ ճշմարտությունը հայտնվեց երկրից եւ արդարությունը վար կնայի երկնքից։ Եթե ուզում ես, որ հանդիպում լինի արդարության ու ճշմարտության, ողորմության ու արդարության, ողորմության ու ճշմարտության, այս երկու հայացքները իրար հանդիպի, երկրից նայի երկինք, երկնքից էլ նա նայի քեզ, այս հայացքները իրար բախվում են միայն Աստծո ներկայության մեջ։ Միայն Աստծո ներկայության մեջ։ Առավել եւս Աստծո տան մեջ ասեմ, որովհետեւ Աստծո տան մեջ նրա ողորմությունը կա, Աստծո տան մեջ նրա ներկայություն կա։ Եվ այդ ողորմությունը ու ճշմարտությունը, ստեղ այս այն պահն է, որ պետք է իրար հանդիպեն։
Քո հիմա աղոթելու ենք, բայց ուզում եմ քեզ պատրաստեմ։ Քո սրտի դիրքը թող ուղիղ լինի Աստծո առաջ։ Աստված էլ իր հայացքը կուղի քեզ եւ ստեղ դուք իրար կհանդիպեք։ Այս հանդիպման վայրն է։ Ամեն։ Եկեք կանգնենք աղոթքի։